Բարի երեկո, Tribune հարթակի եթերում կարճ միացում հաղորդաշարն է։ Այսօր կզրուցենք Զավեշտի վերածված հայկական քաղաքական դաշտի մասին։ Գնացինք։ Այսօր մեր հյուրն է հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ Բարի ձեզ Տիկին Զոհրաբյան։ Բարի երեկո։ Հուսանք բարի կլինի մինչև օրվա ավարտը այսօրը, Տիկին Զոհրաբյան, որովհետև սովորաբար ես չեմ կարողանում եւ հարկի էլ չի սկսել նման էմոցիաներով, բայց առավոտից փորձում ենք մեզ զսպել ազգովի, որովհետեւ խայտարակություն է կատարվում Facebook-յան հարթակում, ընդհանրապես սոցիալական հարթակում սկսած երեկվանից կառավարության նիստում, երբ որ դեֆակտո վարչապետը արեց հայտարարություններ եկեղեցու դեմ, պատերազմ է կոնկրետ հայտարարել հայոց եկեղեցուն եւ նպատակը ավելի քան ակներև է արժեհամակարգի բարոյականության նորմերի ոչնչացում ու ոչ կենսունակ դարձնելով մեր ազգն ու պետությունը ու դրանով իրականում ամբողջական դարձնելով այս ամբողջական հանձնումը դարձնելով ավելի արագ։ Իրականում ես հրաժարվում եմ անկեղծ ասած ընդունել այս իրականությունը ու չեմ կարող ունենալ երկրի նման ղեկավար, ես ամաչում եմ այս անբարո դրսևորումներից, այդուհանդերձ չեմ ուզում եւ չեմ կարող նույնաբովանդակ արտահայտություններով պատասխանել կամ անգամ կրկնել այդ ամենը եթերում, որովհետեւ աղբի եւ քաղցկեղի տարածումը իրականում պետք է կանխել, ոչ արմատախիլ անել։ Ինչ կասեք սրա մասին Տիկին Զոհրաբյան, առանց խնդրում եմ միայն կրկնելու նման բառապաշարը։ Տեսեք, ես իհարկե այդքան բարեպաշտ չեմ, ինչքան դուք եւ կարող եմ հանգիստ կրկնել եւ պատասխանել նույն լեքսիկոնով, բայց սա հատուկ մտածված ծրագիր է մեզ բոլորիս խելահեղության հասցնելու համար։ Սա հատուկ մտածված ծրագիր է Հայաստանի նաեւ հոգեվոր արժեքային անկումը, Հայաստանը որպես պետականություն, Հայաստանի անվտանգային համակարգը իրանք ջարդել են եւ հանձնել են եւ մնացել է մեր վերջի կռվանը, մեր հավատը, մեր հույսը եւ այս ծրագիրը հատուկ ծրագիր է մեր հոգեվոր վերջին արժեքային հենքը եկեղեցին ջախջախելու համար։ Ես ասել եմ եւ կրկնում եմ, ես սպասում եմ հայ առաքելական եկեղեցու պաշտոնական, ոչ թե առանձին սրբազանների, եկեղեցու առանձին հովիվների արձագանքը, այլ եկեղեցու պաշտոնական արձագանքը։ Մենք գիտենք, որ դարերի ընթացքում հայ առաքելական եկեղեցին բազմաթիվ նման դժոխային կերպարների բանադրել է, նզովյալ է հայտարարել եւ այն ինչ որ անում այս զույգը Հայաստանի պետության եւ պետականության գլխին, այն ինչ որ սրանք արեցին Արցախի գլխին, մի մարդ ով խոսում է եկեղեցուց, ես հիմա ընդամենը ընթերցելու եմ ցանկը այն եկեղեցիների սրբավայրերի դարավոր, որ Նիկոլ Փաշինյանը իր կիրթ գործընկեր Ալիևի հետ միասին մի քանի օրում հանձնել է Ադրբեջանին եւ այսպես Գանձասարի վանք 4-րդ դար Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցի 1216 թվական Դադիվանք 4-րդ դար եւ կաթողիկ է 9-ից 11-րդ դար Ամարասի վանք 4-րդ դար Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ 4-ից 5-րդ դար Գոչավանք 4-ից 13-րդ դար Եղիշե Արաքյալի վանք 5-րդ դար Մատաղիս վանքասարի Սպիտակ խաչ 5-րդ դար Դիզափայ կատարովանք եւ Սուրբ Աստվածածին 5-րդ դար Հացի բռի եկեղեցի 7-ից 10-րդ դար Մոխրենիս օխտը դռնե վանք 7-ից 17-րդ դար Քոլատակի Սուրբ Հակոբա վանք 9-րդ դար Ցորի Սուրբ Ամենափրկիչ 9-րդ դար Ծմակահողի Սուրբ Ստեփանոս 9-ից 10-րդ դար Հադրութի վանք գյուղի Սպիտակ խաչի վանք 10-րդ դար Ճարտարի Եղիշա ուրեմն Կուսի անապատ 12-րդ դար Ճանկաթաղի Սուրբ Գևորգ 12-րդ դար Խոթավանք 12-րդ դար Քարվաճարի Սուրբ Աստվածածին Կուսանանց
անապատ 12-ից 13-րդ դար ես անսպար կարող եմ թվարկել այն եկեղեցիները, այն դարավոր սրբատեղիները, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Ադրբեջանին եւ այս մարդը այսօր դոգի լեքսիկոնով գրառումներ անում եւ մենք նայում ենք գնացել է արդիկ հանդիպման եւ չի հանգստանում այնտեղից 10 րոպե մեկ ինքը եւ իր կինը գրառում են անում ինչ նպատակ է սա հետապնդում այո սա հետապնդում է հուսահատեցնել ժողովրդին սա հետապնդում է ժողովրդից վերցնել գողանալ վերջի հույսը որ ժողովուրդը հասկանա որ եթե մենք այլևս ունենք անարգված անպատված եկեղեցի այլևս ամեն ինչ կորուսված է չի պիտի տրվել հուսահատություն ապաթիա դեպրեսիա տարածող խելահեղություն, սեռախեղվածություն տարածող այս զույգի ջանքերին չի պիտի դրան տրվել ես հասկանում եմ մեծ ագայթակղությունը պատասխանել նույն լեքսիկոնով շատ մեծ ագայթակղությունը բոլորիս մոտ բայց մենք պիտի հասկանանք որ իրենց նպատակը մեզ իջեցնել իրենց հարթություն եւ այնտեղ ջախջախել որովհետեւ այդ հարթության մեջ որտեղ չկան բարոյական կարմիր գծեր որտեղ չկա արժեհամակարգ, որտեղ բարոյականության բոլոր հնարավոր սահմանները լղոզված են, եզրերը լղոզված են, իրենք անպարտելի են, իրենք հաղթող են եւ իրենք հերոս են։ Ուստի ես առաջարկում եմ չիջնել այդ հարթության մեջ, ես առաջարկում եմ հասարակությանը ձևավորել իսկապես հզոր հակազդեցություն այս դավադիր ռեժիմի եւ կրկնում եմ, ես սպասում եմ եկեղեցու կոչնակին ամբողջ աշխարհում հայ առաքելական եկեղեցիները հայ առաքելական եկեղեցու թեմերը պիտի հնչեցնեն կոչնակ որովհետև սա մեր վերջի պատերազմն է որ նրանք հիմա մղում են մեր հավատքի դեմ եւ եթե իրանք դարերի ընթացքում մեր պետականություն 600 տարի մեր պատմության մեջ 600 տարի մենք չենք ունեցել պետականություն եւ մեր հայկականությունը պահել է հայ առաքելական եկեղեցին եւ եթե իրենց ռեժիմով մի զույգ ուրեմն ազգադավ կարողատան եկեղեցուն եւս ծնկի բերել ուրեմն նշանակում է որ մենք ուղղակիորեն պարտվեցինք սրբապղծությանը մենք ուղղակիորեն պարտվեցինք սատանային սա է այստեղ Աստծո եւ սատանայի կռիվ է այստեղ ուրիշ կռիվ չկա Տեսեք, այսօրվա ազգային ժողովի ճեպազրույցներում բնականաբար էլի գերիշխող թեման սա է, բայց լրագրողների բոլոր հարցերին շատ փնթի արդարացումներ են տալիս ԿՊԱ-ականները, բնականաբար էլի անհավատալի ինչ-որ պատասխաններ չեմ ուզում դա էլ հնչեցնել, բայց ամենացավալին այն է, որ այս ամենին անդրադառնում են ամբողջ ադրբեջանական մեդիան անդրադարձել է արդեն ու ամենացավալին է որ մենք կրկին ազգովի հայտնվել ենք ծաղրի այն թիրախում ու էնել ում մեր թշնամու տեսեք ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը իր թիմի աջակցության եւ իր թիմի ձիշովի էժանագին կրուտիտների կարիքը չունի նայում եմ ազգային ժողովում այո փորձում են արդարացնել ինքը չի փորձում աջակցություն ակնկալել ինքը ասում է ասել եմ լավ եմ արել եւ շարունակում են ասել պարզապես այս մարդիկ ովքեր իր նկատի ունեմ իր տարբեր կալիբրի ուսապարկներին ովքեր այսպես անապոթաբար ցինիկաբար լկտիաբար փորձում են կոծկել տեղի ունեցած հերթական սրբապղծությունը ես ավելի քան վստահ եմ որ նրանք բոլորը նրանցից որևէ մեկը չի խուսափելու իր բաժին պատժից եթե անգամ այդ պատիժը չլինի քրեա իրավական դաշտում այլ լինի Աստծո պատիժը իրենք այդ պատժից չեն խուսափելու եւ դա Աստված որ այդ պատիժը այդ բումերանգը որը անպայմանորեն գալու է իրենց երեխաներին այսօր այդպես պոռնկաբարո այս այլանդակությունը
արդարացնողների երեխաներին չգա, այլ գա իրենց, որովհետև իրենց երեխաները մեղավոր չեն, որ իրենց ծնողները հայադավ են, իրենց երեխաները մեղավոր չեն, որ իրենց ծնողները մանկուրտ են եւ պատրաստ են արդարացնել նաեւ սրբապղծությունը ընդդեմ Աստծո եւ պատրաստ են փառաբանել ու կանգնել սատանայի կողքը։ Ովքեր այսօր իդեպ ես տեսա սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի գրառումը հավանել էին նաեւ սերունդներ կրթող մանկավարժներ, հավանել էին նաեւ իրենց մտավորական հրճակած տարբեր մարդիկ, ես ասում եմ, իրենք այդ գրառումը հավանածները այսօր կանգնել են սատանայի կողքը եւ իրենց գերակա ուժ հրճակել են սատանային, որտեղ միայն սատանայի ծառան, միայն սատանիստը, միայն սատանային իր գերագույն առաջնորդ ընդունողը կարող է նման սրբապիղծ գրառումները հավանել։ Ես դիմում եմ նաև մեր ժողովրդին, հայ առաքելական եկեղեցու հավատավոր ժողովրդին, դուք պատկերացնում եք ինչ կաներ օրինակ Հայաստանում, ասենք կյանքի խոսք ամենամեծ վտանգավոր աղանդներից մեկի հետևորդները, եթե իրենց հոգևոր առաջնորդին Նիկոլը ասեր այն, ինչ ասել է հայ առաքելական եկեղեցու սրբազաններից մեկին, հազարներով կթափվեին փողոց։ Էսա իրանք բերեցին 18 թվականին սատանայի ուժը եւ այլևս 7 տարի իրենք փորձում են իշխել եւ մեր ժողովրդին կոտրել, պետությունը ավարտին հասցնել սատանայի դրոշով։ Տիկին Զորաբյան, Նարեկ Կմալյան հետաքրքիր առաջարկ ա արել այս ֆոնի վրա իրականում, չգիտեմ, հասցրել եք կարդալ նրա գրառումը թե ոչ, իրավիճակը նա ասում է, որ ունի շատ արդյունավետ լուծում ու այս պարագայում կարծես կա այդ լուծումը, որ կվերադարձնի նաև մեզ մեր արժանապատվությունը, կոնկրետ իր բառերն եմ ցիտում, կբավարարի նաև ընդդիմադիրներին ու ընդհանրապես հանրության սպասելիքները, առաջարկում է արդյունենք շարժման այդ իմփիչմենթի շրջանակում ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորների այդ գործընթացին որպես թեկնածու ներգրավել հայ առաքելական եկեղեցու սրբազաններից մեկին, կոնկրետ նույնիսկ թեկնածությունն է առաջարկել Արշակ arczepiskopos-ի, իհարկե ներողություն խնդրելով նախապես, որ չի համաձայնեցրել այս առաջարկը, ինչ է կարծում կլինի միություն այս առաջարկի շուրջ։ Սիրելի Ֆրիդա, այն որ իմպիչմենտի կարևորագույն գործիքը ընդդիմությունը անպայմանորեն պիտի օգտագործի, այն որ այս ընդդիմությունը խորհրդարանական մանդատները վերցրել է 21 թվականի օգոստոսի 2-ին մեկ օրակարգով հեռացնել Նիկոլ Փաշինյանին եւ 4 տարի այդ օրակարգը չի կարողանում իրացնել եւ 4 տարի չի կարողանում խորհրդարանական պետության կարևորագույն գործիքներից մեկը իմպիչմենտը կիրառել, դա փաստ է եւ այո, հնարավոր թեկնածուները, որ կարող են լինել ընդդիմադիր դաշտում, կոնսենսուսային բազմաթիվ են եւ այո, նաեւ հիմա շատ ավելի ակտուալ է, նաեւ այսօր, երբ որ բարձացված է մեր երկրում սատանայի ների դրոշը բարձացված է եւ ընդդիմության այս պահվածքը խորհրդարանական իգնոր անել իմպիչմենտը, խոսքը ընդդիմության ամենամեծ խմբակցության մասին է, Հայաստան դաշինքի, իգնոր անել իմպիչմենտը, այդտեղ ինչ որ դավադրություններ տեսնել, ինչ դավադրություն, սիրելիներս, ինչ դավադրություն, իմպիչմենտի դավադրությունը ո՞րն է, դուք եկել եք խորհրդարան, հիմա ձեզ ասում ենք ընկերներ մի գնացեք ամեն չորեքշաբթի Նիկոլին հարց տվեք, դա ինձ հետաքրքիր չի, դա Հայաստանի որևէ քաղաքացու հետաքրքիր չի, որովհետև մենք ձեզանից լավ այդ հարցերն էլ գիտենք, այդ հարցերի տեղն էլ գիտենք, այդ հարցերի պատասխաններն էլ գիտենք, իրացրեք ձեր մանդատը, իրացրեք, այդ վարչապետի մի թեկնածուն ինչ է, որ դուք չեք կարողանում ձեր ամբիցիաները վերցնել, դնել սեղանին եւ մի թեկնածուի շուրջ համաձայնության գալ։ Ես այնօրն էլ եմ ասել, ոտի վրա 10 թեկնածու կարող եմ ասել, ովքեր կարող են լինել կոնսենսուսային։ Ну, բացի այդ արդեն Արտուր Վանեցյանի անունն էլ է հնչում, արդեն Արման Թաթույանի անունն է հնչում, բոլորը բնականաբար 26-ին են պատրաստվում, Տիկին Զորաբյան, հարցը դրանում չէ, բայց իմպիչմենթի թեման այդպես էլի հետ են մղում ու
Զուտ պատրաստվում ընտրություն։ Տեսեք, ովքեր պատրաստվում են, ցավոք սրտի, ովքեր այսօր իրենց օրակարգը 26 թվականի հերթական ընտրությունն է, իրենք այսօր պիտի հասկանան, որ մասնակցելով այդ ընտրությանը, իրենք ընդհանրապես լեգիտիմ հիմք են նախապատրաստելու Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար, որովհետև Նիկոլ Փաշինյանը արևմտյան իր տերերից միանշանակ ունի քարտ բլանշ 26 թվականի ընտրությունը, եթե պետք լինի 100% էլ կեղծելու է, եթե պետք լինի ժողովրդին ջարդելու է, մենք տեսանք չէ, հունիսի 12-ի գործով ցուցարարների հանդեպ Զարյա 3 տեսակի լուսաձայնային նռնակ օգտագործելու գործով քրեական գործ է հարուցված 17 ցուցարարի հանդեպ եւ ոչ մի ոստիկանի, անգամ այն ոստիկանի, որին նետած նռնակից քաղաքացու դաստակ է կտրվել, նրանց հանդեպ քրեական գործ հարուցված չի եւ այս ամենը իմանալով, լսելով Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը, որ այդ ժամանակ հունիսի 12-ին մեղադրում էր ցուցարարներին եւ ծափահարում էր իրավապահ համակարգին, մտածել, որ դուք գնալու եք 26 թվականին Նիկոլի հետ ընտրության եւ հաղթելու եք Նիկոլին, ես լեգիտիմ իրավունք ունեմ կասկածելու, որ սա հստակ պայմանավորված, պլանավորված սցենարը 26 թվականին Նիկոլի իշխանության օրոք կառավարելի ընդդիմություն աշխատելու համար ամեն ինչ պիտի անել, ամեն օր պիտի օգտագործել այս ռեժիմին հեռացնելու համար, որովհետև զոհասեղանին դրված է Հայաստանը, հիշեցնեմ Ռուսաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, հիշեցնեմ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, որ Սյունիքի շուրջ վտանգավոր էսկալացիա, վտանգավոր զարգացումները պահպանվում են եւ այս ֆոնին նստել եւ սпасել 26 թվականի ընտրությանը, սա Նիկոլից ավելի նիկոլիզմ է։ Հարցս կանխեցիք իրականում, որովհետև մի քանի օրերի տարբերությամբ են նրանք հայտարարություն արել Տիկին Զոհրաբյան ու փոխարենը ազգային ժողովում կառավարության նիստում քննարկվեն այս սպառնալիքները, որոնք կան եւ Սյունիքի շուրջ եւ ընդհանրապես Հայաստանի շուրջ։ Էլի գոյաբանական խնդրի առաջ են կանգնած 7-րդ տարին շարունակ։ Մենք չգիտեմ ինչերի հետևից ենք։ Ի վերջո շատ լավ գիտենք ինչի կհանգեցնի այդ լարվածությունը։ Այս գիշերել են խոսնավարում կրակել էլի։ Մենք չենք կրակել հրաման չունենք, երեկել ասցին չունենք, որովհետև խաղաղության պայմանագիր ենք կնքել։ Այո, եւ լսեցի Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջի դեմքերից մենք չենք պատասխանում համարժեք, որովհետև համարժեք պատասխանը կգազազեցնի Ադրբեջանի, շարունակեք չպատասխանել եւ ես նայում եմ նախորդին Ադրբեջանի հայտնի բլոգերներից մեկը տեղադրել է Երևանի նկարը, գրել է ադրբեջանական քաղաք, կրկին շարունակեք չպատասխանել, արդեն քանի օր է խոզնավարում հսկայական լուրջ էսկալացիա է, արդեն տեսանք նաև գյուղացիները վախենում են տանեն արոտավայր իրենց մանր եւ խոշոր եղջերավոր անասուններին, որովհետեւ թիրախային այլևս կրակում են բնակավայրերի եւ նաև եղջերավոր անասուններ են վնասել, այո, շարունակեք չպատասխանել, այո, Մարկո Ռուբիոն ԱՄՆ պետքարտուղարը լրջագույն իդեպ նաև ինքը այդ իր մտահոգությունները կիսել է նաև ԱՄՆ կոնգրեսում, Ռուսաստանի պաշտպանության նախարարը եւս խոսեց Սյունիքի շուրջ գնալով խտացող հնարավոր այո, սրանից ավել կոնկրետ ահազանգ, իսկ Նիկոլ Փաշինյանը նստած ստատուս է գրում եւ հիմա էլ փորձում է մեզ կտրել մեր վերջի հույսից եւ հավատից։ Մենք նայում ենք նրա տարբեր կալիբրի ուսապարկեր, տարբեր սրբազանների, ասենք այլևս սրբազաններին անվանում են չուլանապետեր եւ այս ամենը չի արժանանում հայ առաքելական եկեղեցու հավաքական գնահատականին։ Սպասում ենք դեռ, հուսանք կլինի երեխա։ Այո, հուսանք։ Տիկին Զոհրաբյան, Սարդարապատի հուշահամալիրում դե ֆակտո վարչապետի հնչեցրած արտահայտություններն էլ ոչ պակաս զազվելի էին եւ թեպետ էլի չի ուզենա խոսենք, բայց սա կրկին խոսում է էլի հավելյալ աղետի մասին, որը մեզ սպասում է, երբ ասում է մենք ավելի պետություն ենք, քան երբևէ,
ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ, սա ինչի մասին է խոսում ես աղետը իսկապես։ Սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դրել է էշի տեղ, եւ ինչպես իր կինն է ասում, դրել է ոճիլի, էշի եւ անասունի տեղ։ Ես ասում եմ, սա բառացի, երբ որ Սարդարապատում հայտարարում է, որ մենք այսօր ավելի քան անկախ ենք, այսօր ավելի քան ինքնիշխան ենք, երբևէ իր պատմական որևէ փուլում Հայաստանը այսքան ուրեմն չի եղել պետականությունը կորցրած վիճակում, երբևէ չի եղել իր ինքնիշխանությունը այսքան բսկտված եւ տրոհված, եւ ես շատ վատ կանխատեսում ունեմ Հայաստանի երրորդ հանրապետության համար, եթե մեզ չհաջողվի առաջիկա շատ կարճ ամիսների ընթացքում հեռացնել այս ռեժիմը եւ նրանց ուղարկել քրեակատարողական հիմնարկներ ու կանգնեցնել հայկական Նյուրնբերգի առջև, ապա մենք բոլորս միասին ինչ որ մի եվրոպական երկրում կամ ովքեր դրա հնարավորությունը ունեն Ռուսաստանում, խմելու ենք Հայաստանի երրորդ հանրապետության օղորմաթասը եւ նայելու ենք մեր գլխավերևում կպցարած Արարատի նկարին ու դրանով բավարարվելու ենք եւ վերջ։ Սա է իրականությունը, պիտի ունենալ խիզախություն իրականության աչքերին բաց նայելու, պիտի ունենալ արժանապատվություն թույլ չտալու, որ թրքահպատակ մի ռեժիմ, ով ընդհանրապես պատրաստ է Ալիևի համար կոֆե դնող աշխատել, այսքան նվաստացնի եւ սենց կատաղի արագությամբ ավարտին հասցնի Հայաստանի պետականությունը։ Պետականություն, բանակի քանդելով էլ է զբաղվածնա ու այդ արական սերին այդ փչացնելու զրկվեք, քաղաքացիությունից հրաժարվեք, տվեք փող, դարձնում է աղքատների բանակ, որը տերմինը արդեն շրջանառության մեջ է, մենք ունենալու ենք աղքատների բանակ, թեպետ Տիգրան Զոհրաբյան, սա չեմ կարծում, ասենց իշխանական թիվ 1 խնդիր է, ուղղակի արտացոլում է այս պահի դրությամբ այդ իշխանության ընդհանուր մոտեցումները ու տրամադրությունները հասկանանք։ Երբ որ ինքը բանակը պղծում էր եւ ասում էր մեր ամոթա, որ մենք բանակը համարենք, բանակով հպարտանանք, որովհետեւ մեր հերոսը ոչ թե զինվորն է, մեր հերոսը ոչ թե հայրենիքի համար, Արցախի համար նահատակված զինվորն է, այլ մեր հերոսը հարկատուն, այն հարկատուն, որին Նիկոլ Փաշինյանը դրած ծորկայով ուրեմն կթում է։ Նայեք, տեսեք հարկատեսակները, գույքահարկերը 26 թվականին եւս 25% գույքահարկերը բարձրանում է։ Նայեք, տեսեք աղբահանության գինը, նախորդին մի կին լաց էր լինում, կին, ով Երևանի կենտրոնում ունի, չգիտեմ, իր պապիկից թողած մի 3 սենյականոց, ուրեմն 3 հարկանի շենք, ասում է, լավ, ես ինչ անեմ, ես միայնակ կին եմ, սա էլ իմ պապիկի թողած ժառանգությունն է, ես տարվա համար, ես չգիտեմ, քանի 100,000 աղբահանության ուրեմն գումար պիտի մուծեր, հակառակ դեպքում Նիկոլը ասում է չես կարա, տունը ծախի գնա Համզաչիման գյուղում տուն ար, որ ՔՊ-ի գեղցիները գան լցվեն կենտրոն։ Դուք հասկանում եք սա ինչ է նշանակում։ Մի հատ նայեք այս արագաչափերը ինչքան է ավելացել, այն որ արագաչափերում իրանց լիպչիկն էին հանում կապում Նիկոլի ակտիվիստիները։ Նայեք ինչ է կատարվում, նայեք գնաճը, Երևանը համարվել է բոլոր հարցումներով աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը, նայեք, տեսեք թե գները, մտեք սուպերմարկետներ, տեսեք թե սենց սահուն կերպով էս Նիկոլի Գրպանի օլիգարխների սուպերմարկետներում օրը 50 դրամ, օրը 30 դրամ, 40 դրամ ոնց է աճում կատնամթերքը, միրգը նայեք ելակի գները, նայեք պոմիդորի, վարունգի գները, թքեմ ես ձեր երեսին, հասկանում եք, սենց թալան, որ դուք եք անում, որևէ ժամանակ, որևէ մեկի օրում չի եղել, պատկերացնում եք, նայեք կարտոֆիլի գները եւ համեմատեք, Նիկոլեն, որ մի հատ կանաչի էր արել, սխտոր էր արել, թափահարում էր ազգային ժողովում, ասում է իր միշտ չկա սխտոր կերեք, չեն կարա սխտոր ուտեն, սխտորի կիլոն 4000 դրամ է, չեն կարա ելակ ուտեն, չեն կարա շլոր, ոնց է գրական լեզվով, ես չեմ անում, շլոր, հա, չեն կարա ուտեն, հասկանում եք, ելակը 2500 դրամ է, նոր կարտոֆիլը լավ է, բարեբախտաբար իջավ 800-900 դրամ, չկա սենց բան, նայեք վիճակագրության Պեկինից, Փարիզից,
Մոսկվայից, Ստամբուլից, Թիֆլիսից, Բաքվից, տարածաշրջանի բոլոր քաղաքներից ամենաթանկ քաղաքն է ապրելու համար Երևանը։ Սենց բան տարածաշրջանում, ոչ միայն տարածաշրջանում, ասում եմ ՄԱԿ-ի տվյալներով աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկն է դարել։ Լավ, եթե անդրադառնանք այդ ջղային բանակի թեմային, Տիկին Զոհրաբյան, քաղաքական տեսանկյունից այս պահին նման օրինագիծ ներկայացնելը Փաշինյանի իշխանության համար ինչ ազդակ է, ինչի մասն է։ Շատ պարզ ազդակ, ոչնչացնել բանակը, եկեք ես լինեմ անկեղծ, այն որ մենք պիտի ունենանք պրոֆեսիոնալ բանակ, դա միանշանակ է։ Այն որ 18 տարեկան երեխուն չպիտի տանեն դիրքեր, չպիտի տանեն բայրակթարի բերան եւ բանակում պիտի ծառայեն պատրաստված պրոֆեսիոնալները եւ դրա համար պիտի վճարվեն, դա միանշանակ է, բայց ես չեմ հավատում, որ սա արվում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար։ Սա արվում է, այո, սոցիալական անջրպետը խորացնելու համար, այո, աղքատների բանակ սարքելու համար, եթե սա արվեր, որ այդ գումարը վերցնեին եւ աղքատի երեխային էլ չտանեին, հարուստի երեխայից գումարը վերցնեին եւ աղքատի երեխային էլ չտանեին բանակ, այլ այդ գումարը տային պրոֆեսիոնալներին, տային արժանապատիվ աշխատավարձ, որ պայմանագրային զինծառայողը ոչ թե բերթից դուրս եկած բենզին ծակվող նարկոմանը գնա պայմանագրային զինծառայող աշխատի եւ դիրքերում, չգիտեմ, բենզին ծակվի, այլ իսկապես պատրաստված զինվորական պատրաստություն անցած, իսկապես պրոֆեսիոնալը այն աղքատի երեխային էլ չտանեին։ Ես կասեի, այո, սա պրոֆեսիոնալ բանակ կայացնելու ճանապարհն է, բայց այն ինչ որ հիմա արվում է, սա ավելի է խորացնելու սոցիալական անջրպետը։ Բայց վերջին հյուրերից մեկն էլ հակառակը պնդեց, որ հենց աղքատն է վերջին ունեցածն էլ վաճառելու, որ իր երեխային փրկի, որովհետև Նիկոլի բանակում ոչ մեկ չի ուզում ծառայել։ Ես դա էլ չեմ բացառում, այո, որ եթե հարուստի համար այդ 24 միլիոնը, դա տենց մի հատ իր դարակից մի հատ բանա լինելու մի տրցակ փող, նրանք բա իհարկե, որովհետև որևէ մեկը չի ուզում, որ իր զավակը զոհվի։ Եվ դա բնական է, եւ դու քաղաքացուն չես կարող ասել, դու ուզի, որ Նիկոլը տանի քո երեխուն մորթի։ Բնականաբար դա շատ լեգիտիմ է, դա շատ մարդկային է եւ դա շատ հասկանալի է։ Դրա համար բանակը պիտի լինի պրոֆեսիոնալ, ոչ թե 18 տարեկան անպատրաստ երեխուն տանեն դիրքեր մորթեն, այլ պիտի լինի պրոֆեսիոնալ բանակ։ Եվ այդ պրոֆեսիոնալ բանակում պիտի լինեն պրոֆեսիոնալ զինվորականներ, որոնք դրանց համար շատ լուրջ, մի քանի, չգիտեմ, երևի 1 միլիոն, 2 միլիոնից ավել պիտի աշխատավարձ տանան։ Ինչպես Ռուսաստանում։ Այո, ինչպես բազմաթիվ երկրներում, ինչպես Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ երկրներում։ Տիկին Զոհրաբյան, եկեք սահմանափակվենք, բայց կուզենայի քաղաքական նոր ուժի մասին էլ մի երկու բառով խոսենք, Դավիթ Անանյանն ու Արման Թաթյանը, որ ստեղծում են էլի ընտրություններին ընթരാճ, ու այս impeachment-ի ֆոնին նոր քաղաքական ուժեր, դե բնականաբար պետք է ստեղծվեին, այսպես Վանեցյանն էլ իր թիմն է update անում, ինչպես ասում է Արմլուրը, ու նոր մարդիկ են ներգրավում մրցունակ ցուցակով առաջ գնալու համար, ինչ են նրանք ակնկալում, Տիկին Զոհրաբյան, ասենք, ուզում եմ դա հասկանալ, շատ է շրջանառվում Արման Թաթյանյանում դեռ անցած տարվանից։ Տեսեք, ես չգիտեմ, ես չեմ կարծում, որ մեր երկիրը այսօր նոր քաղաքական ուժերի, նոր քաղաքական միավորումների կարիք ունի։ Բացարձակապես մենք չունենք։ Մեր երկիրը այսօր ընդդիմադիր դաշտի լայն կոնսոլիդացիայի կարիք ունի։ Հետո առանձին գնացեք ընտրության, բայց հիմա միավորվեք մեկ օրակարգի շուրջ, հեռացնել այս արհավիրքը, վերջ։ Եթե դա չեք կարողանում, ուզում եմ այսօր արդարադատության նախարարությունում 87-89 կուսակցություն է գրանցված, որից ընդամենը երևի 10-ի անունը մենք գիտենք։ Հիմա եւս մեկը երկուսը ավելացնել, գրանցել նոր կուսակցություն, Ռուսաստանի օլիգարխներից կամ Սփյուռքի օլիգարխներից փող բերել, գրասենյակներ բացել, ուղղակիորեն նորից տարանջատել ընդդիմությունը, ես գտնում եմ այսօր մենք ունենք ոչ թե նոր ստեղծվող, չթերագնահատելով որևէ մեկին, ասելով որ սա լավ է, սա վատ է։ Այո, մենք ունենք այսօր լայն կոնսոլիդացիայի կարիք եւ վերջ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, եղեք ակտիվ մեր Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում շաբաթվա անցուդարձին առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։ Նոր սարդարապետություն եւ մեզնի յուրաքանչյուրը պարտավոր